Եթերում ազատ լուրերի հիմնական թողարկումն է, ես Անի Ստեփանյանն եմ, բարև ձեզ, կարևորի մասին նախամարոտ։ Ծաղկաձորում կայացել է Հայաստան-Ադրբեջան քաղաքացիական հասարակության փորձագիտական համայնքի եւ մեդիայի ներկայացուցիչների հերթական երկկողմ հանդիպումը խաղաղության կամուրջ նախաձեռնության շրջանակում։ Յուրաքանչյուր կողմից մասնակցել է 20 պատվիրակ, ինչ են քննարկել հայ-ադրբեջանական պատվիրակությունները։ Օրենքի առաջ հավասար են բոլորը անկախ կարգավիճակից, այս մասին նշել է Արթուր Հովհաննիսյանը, անդրադառնալով ընդդիմության այն հայտարարությանը, թե գործող իշխանությունը արգելելով կաթողիկոսի ելքը Հայաստանից, փորձում է խոչընդոտել երկրի սահմաններից դուրս նախատեսված եպիսկոպոսաց ժողովի կայացմանը։ Կայացել են ազգային ժողովի ճեպազրույցները։ Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյդի Վենսի այցը նոր հնարավորություններ է բացել Հայաստանի նորարարական եւ տեխնոլոգիական ոլորտների համար։ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը ամփոփել է գերատեսչության 2025 թվականի գործունեությունը, ներկայացրել հետագա ծրագրերը։ Քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ընթացքում քննարկվել են փողոցներում առաջացած վտանգավոր փոսերի վերացման ուղղությամբ կատարվող աշխատանքները։ Տիգրան Աբինյանը շեշտել է, քաղաքում կան փոսեր, որոնք վերածվում են իրական վտանգի եւ դրանց պետք է առաջնահերթություն տրվի։ 2025 թվականին չնայած էներգետիկ համակարգում արձանագրված ներդրումներին ու շուկայական փոփոխություններին, Հայաստանում էլեկտրաէներգիայի եւ բնական գազի սակագները չեն փոխվել։ Այս մասին հայտնել է Հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովի նախագահը։ Նա խոսել է նաեւ մոդուլային ատոմակայանի մասին։ Հայաստան-Արևմուտք հարաբերությունների սերտացումը եւ այդ համատեքստում վերջին շրջանում տեղի ունեցած իրադարձությունները Մոսկվային հանգիստ չեն տալիս։ Գրեթե ամեն օր տարբեր պաշտոնյաներ ու քաղաքական գործիչներ հանդես են գալիս հայտարարություններով։ Հերթական Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայել Գալուզինն է, որը 15 տված հարցազրույցում նշել է, թե Հայաստանը օգտագործվում է որպես աշխարհաքաղաքական պայքարի գործիք Մոսկվայի հետ հակամարտության հարցում։ Նա անդրադարձել է նաև Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե Հայաստանի գիծը չի ենթադրում վնաս հասցնել Ռուսաստանի շահերին։ Այս առնչությամբ Գալուզինը ասել է, թե այնուամենայնիվ տեսնում են, որ Երևանը ուժեղացնում է ռազմաքաղաքական ու տնտեսական մերձեցման տեմպերը արևմտյան երկրների եւ միավորումների հետ։ Նա նաև անդրադարձել է Հայաստանի Եմեին հնարավոր անդամակցությանը, հիշեցնելով Մոսկվայի սկզբունքային գնահատականները ԵՄ անդամակցության անհամատեղելիության մասին Եվրասիական տնտեսական միության անդամության հետ։ Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ին, Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարարը շեշտել է, որ կազմակերպությունը ուշադիր հետևում է Հայաստանի քայլերին։ Վաղ Ադրբեջանի դատարանը կհրապարակի Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դատավճիռը։ Փետրվարի 10-ին կայացած դատական նիստում հայտարարվել էր դատաքննության ավարտի մասին, որից հետո դատարանը հեռացել էր խորհրդակցական սենյակ։ Ադրբեջանի դատախազությունը պահանջում է Արցախի նախկին պետնախարարին դատապարտել ՑՄՀ ազատազրկման։ Երբևէ զինվորական պաշտոն չզբաղեցրած Ռուբեն Վարդանյանին Բաքուն մեղադրում է մի շարք հանցագործությունների, այդ թվում Ադրբեջանի դեմ պատերազմ ծրագրելու, նախապատրաստելու եւ իրագործելու ահաբեկության ֆինանսավորման, մարդկանց տեղահանելու մեջ։ Ծաղկաձորում կայացել է Հայաստան-Ադրբեջան քաղաքացիական հասարակության փորձագիտական համայնքի եւ մեդիայի ներկայացուցիչների հերթական երկկողմ հանդիպումը խաղաղության կամուրջ նախաձեռնության շրջանակում։ Յուրաքանչյուրի կողմից մասնակցել է 20 պատվիրակ, նախկինում գործող փոքր ձևաչափի փոխարեն, իսկ ադրբեջանական պատվիրակությունը Հայաստանը ժամանել ցամաքային ճանապարհով, սահմանազատված հատվածով, ոսկեպարով, անցնելով բոլոր սահմանային ընթացակարգերը։ Նախաձեռնության մասնակիցները շեշտել են, ձևաչափը այլևս մեկանգամյա հանդիպում չէ, այլ շարունակական գործընթաց նոր համատեղ նախագծերով։ Օրակարգում ներառված են նաև հումանիտար հարցեր, քննարկվում է սահմանազատման գործընթացը եւ հաղորդակցությունների բացման հետ կապված մտահոգությունները։ Մենք այլևս կարող ենք խոսել ձևավորված ֆորմատի մասին, այլ ոչ թե մեկ անգամյա, երկու անգամյա կամ երեք անգամյա որևէ նախաձեռնության մասին։ Սա իր կանոններ ունեցող, իր այլևս ավանդույթներ ունեցող ֆորմատ է, որը շարունակվում է եւ շարունակվելու է։ Այս առումով ես բավականին կարևոր եմ համարում նաև այն, որ կողմերը բացի բունես հանդիպումներից նաև անում են բավականին լուրջ տնային աշխատանք։ Մենք մեր երկու երկրներում համապատասխան ուրեմն պատվիրակությունները հանդիպումներ են կազմակերպում այդ երկրների քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, մեդիայի հետ, փորձագիտական համայնքի հետ, քաղաքացիների հետ, ուրեմն այսպես այլ մարզային համայնքներում այցելություններ են պլանավորվում, այսինքն այս բոլոր ուղղություններով նախաձեռնությունները աշխատում են հնարավորինս ընդգրկուն միջավայր ձևավորելու համար, դա մեկ, եւ երկրորդը նաև նախաձեռնությունները պայմանավորվել են համատեղ պրոյեկտների մասին։ Մենք գրում ենք համատեղ հոդվածներ, որոնցից առաջինը հույս ունեմ, որ առաջիկա օրերին դուք հնարավորություն կունենաք տեսնելու, համատեղ հետազոտություններ, այլ համատեղ պրոյեկտներն են քննարկում, որոնք որ շուտով իրականություն կդարձնենք։ Հերթական
անգամ փորձել ենք մեր ադրբեջանցի գործընկերներին բացատրել, ինչու ներկայիս խաղաղության գործընթացների տրամաբանության մեջ չի տեղավորվում գերիների առկայությունը Բաքվում։ Եվ իրենք էլ իրենց կողմից են հումանիտար հարցերը բարձրացել, օրինակ ականների քարտեզները 90-ականների պատերազմի ժամանակ անհայտ կորած ադրբեջանցիների հանգամանքը, եւ մենք էլ որքանով հասկանում եք, հստակ պատասխաններ չունենք, բայց գոնե փոխադարձ փորձում ենք հասկանալ եւ որոշ ինֆորմացիա ճշտել։ Մեզ համար ամենաանհանգստացնող հարցը այն է, որ Ադրբեջանի տեսակետը եւ այսպես ասած մոտեցումը թրիփ եւ թրիփով Նախիջևանով Թուրքիայի Կարս դիլուջու երկաթուղով Կարսի հետ կապնվելն է եւ Հայաստանը փաստորեն թողնել կիսա մեկուսացած վիճակում, եւ որ արդեն արկանային Գյումրի երաս երկաթուղին չօգտագործվի եւ նաեւ սա կարևոր խնդիր է, որ ադրբեջանական կողմը այնուամենայնիվ տպավորություն անե, որ դեմ չէ երկու ուղիների օգտագործման, բայց ես կասեի, որ ինքը այստեղ շատ մրցակցային մոտեցում ունի եւ առաջնահերթությունը տալու է հենց իր նախագծերին, բայց մյուս կողմից դեմ չէ նաեւ Հայաստանի տարածքով տարբեր կոմունիկացիաների բացմանը ու նաեւ Վրաստանի տարածքով, այսինքն ավելի, այսպես ասած, կոմպլեքսային մոտեցումների կողմնակիցը եւ ես այստեղ կարծում եմ եւ բազմիցս նշել եմ, որ արդեն հայկական կողմից է կախված այն աշխատանքներից, որ մենք կտանենք մեր տարածքում, թե ինչպիսի տեսք են ունենալու այդ կոմունիկացիաները, մենք նաեւ առաջարկել ենք տարբեր լուծումներ այս գործընթացի շրջանակներում, օրինակ արդեն իսկ բացել Նախիջևանով երկաթուղային կապը Հայաստանի տարածքով Նախիջևանի հետ, որպեսզի ադրբեջանական կողմը վերականգնի Նախիջևանի երկաթուղու հատվածը եւ մենք չսպասենք հավելյալ 2-3 տարի, մինչեւ որ Մեղրի հատվածը կավարտվի, որ իրենք եւս 2-3 տարի վերականգնեն այդ հատվածը, այսինքն եթե զուգահեռ սկսենք այդ գործընթացները, ավելի արագ մենք կունենանք աշխատող կոմունիկացիաներ եւ դա նաեւ մեզ շանս կտա, հնարավորություն կտա օգտագործել Գյումրի երաս հատվածը։ Գարեգին երկրորդի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը։ Այս մասին հայտնել են քննչական կոմիտեից։ Դատական ակտը չկատարելու կամ դրա կատարմանը խոչընդոտելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում եւս մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը, հայտնել են կոմիտեից։ Օրենքի առաջ հավասար են բոլորը անկախ կարգավիճակից, այս մասին ազգային ժողովի ճեպազորույցների ժամանակ հայտարարել է Արթուր Հովհաննիսյանը, անդրադառնալով պատիվ ունեմ խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի այն հայտարարությունը, թե գործող իշխանությունը արգելելով կաթողիկոսի ելքը Հայաստանից, փորձում է խոչընդոտել երկրի սահմաններից դուրս նախատեսված եպիսկոպոսած ժողովի կայացմանը։ Պատգամավորը նշել է, որ իրենց խմբակցության մասնավորապես վարչապետի այդ թեմայով յուրաքանչյուր հայտարարություն հիմնված է կոնկրետ փաստերի վրա։ Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյդի Վենսի տարածաշրջանայցի ընթացքում որոշակի լավատեսություն կար հասարակության, նաև քաղաքական որոշակի շրջանակներում, Բաքվում պահվող գերիների հետ կապված, բայց Ադրբեջանի նախագահի հայտարարությունն ավելի շատ հարցեր է առաջացնում սրա հետ կապված, քան կարելի էր խոսել խնդրի հնարավոր հանգուցալուծման մասին։ Խորհրդարանական ճեպազրույցի ընթացքում ասաց պատիվ ունեմ խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։ Ըստ նրա Ադրբեջանի նախագահի այն հայտարարությունը, թե այդ թեմայով քննարկում եղել է եւ իրենք ներկայացրել են իրենց դիրքորոշումը, երկու բանի մասին է վկայում։ Կամ այս թեման չի եղել լուրջ քննարկումների առարկա եւ ԱՄՆ փոխնախագահ ուղակի զուտ ֆորմալ առումով թեման բարձրաձայնել է, հաշվի առնելով Հայաստանում արկա տրամադրությունները, կա որոշակի պայմանավորություն կամ եղել է որոշակի պայմանավորություն տարբեր պաշտոնյաների միջև, որպեսզի այս թեման խնամքով շրջանցվի, որովհետև Ալիևի հայտարարությունները որոշակի առումով զարմանալ էին այն տեսանկյունից, որ Ադրբեջանի ղեկավարը ըստ էության ցույց տվեց, որ այդ թեման ըստ էության առաջնային քննարկման առարկա չի եղել, որովհետև հենց այնպես շրջանցել կամ փակել թեման ԱՄՆ
Պարտեզյան Պաշտոնյայի հետ հարաբերությունների ֆոնեն որպես այդպեսին չի կարող լինել։ Ըստ ընդդիմադիրների Հայաստան-Ադրբեջան բանակցություններում սա հրատապություն ներկայացնող թեմա չի եղել։ Ըստ այդմ սա ցույց է տալիս, որ Ադրբեջանն իր համար կարևոր հարցերը պարբերաբար բերում եւ լուծումներ է ստանում, իսկ Հայաստանի համար կարևորություն ներկայացնող հարցերի վերաբերյալ առանձնապես բովանդակային քննարկումներ չեն լինում։ Այս կարծիքի հետ ամենևին էլ համամիտ չէ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։ Պատգամավորը վստահեցնում է, մեր հայրենակիցների Հայաստան վերադարձի խնդրի լուծումը մեր ամենօրյա աշխատանքն է։ Դուք տեսնում եք դրա արդյունքները։ Իհարկե ոչ մեր ցանկալի ժամանակամիջոցում, ոչ մեր ցանկալի ձևով, բայց ամեն դեպքում զուգահեռաբար ունենալով ձեր մատնանշած խոսույթը, դրան զուգահեռ նաև մենք ունենում ենք հաջողություններ, հետևաբար ես կխնդրեմ գերիների թեմայի վերաբերյալ ուրեմն իմանալ վստահաբար, որ ամենօրյա աշխատանք է տարվում այս իմաստով եւ մենք ամեն ինչ անելու ենք, որ մեր հայրենակիցները վերադառնան Հայաստան, իսկ խոսույթը ելի եմ կրկնում, բազմաթիվ իրավիճակներում խոսույթը չի համապատասխանել մեր ակնկալիքներին, բայց հողի վրա մենք ունեցել ենք թեև փոքր, ինչու ոչ միայն փոքր, նաև մեծ հաջողություններ։ Ավելին պատգամավորը կարծում է, որ այսօր Հայաստանի Հանրապետությունը շատ հաջող արտաքին քաղաքականություն է վարում։ Դրա վկայությունն է վերջերս Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցելությունը Հայաստան, որը ցույց է տալիս, որ խաղաղության եւ ապաշրջափակման գործընթացներին ոչինչ չի խանգարելու։ Ինչ վերաբերում է Հայաստանից դուրս եպիսկոպոսների ժողովին ու ըստ այդմ կաթողիկոսի դեմ հարուցված քրեական վարույթին, ապա պատիվ ունեմ խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը կարծում է, որ դա գործող իշխանության կողմից արվող հերթական քայլ է այն խափանելու համար։ Հակադարձելով ընդդիմադիր գործընկերոջը քաղաքացիական պայմանագիր խմբակցության ներկայացուցիչներն ընդգծեցին, օրենքի առաջ հավասար են բոլորը, անկախ կարգավիճակից։ ՔՊ խմբակցության պատգամավոր Արուսակ Մանավազյանն ասաց, որ իրավական գործողությունները կատարվում են օրենքին համապատասխան։ Եթե ՀՀ քաղաքացու չի կատարում դատական վճիռը դատական ակտը, իրավական տեսանկյունից որևէ չէ, հենց օրենքի առաջ ինքը պատասխանատու եւ գնահատական է ստանում։ Հիմա դա նույն գործընթացն է եւ որևէ կերպ պետք չի դարձնել աղմուկ, որ դա ինչ որ ձևով հրահանգ է կամ կատարվում է եւ այլն։ Անդրադառնալով վարչապետի այն պնդմանը, ըստ որի այսօր Հայաստանում գործընթացներ են իրականանում, որոնց իրական նպատակը հայաստանյաց առաքելական Սուրբ Եկեղեցու կաթողիկոսությունը Հայաստանից դուրս տեղափոխելն է, ստեղծել մարիոնետային կաթողիկոսություն, նաեւ այն օգտագործելու որպես գործիք Հայաստանի դեմ, Արթուր Հովհաննիսյանն ասաց. Հատկապես վարչապետի արած որևէ հայտարարություն չի կարող իր տակ չունենալ հիմնավորումներ, եւ եթե մեր կողմից հնչել է հայտարարություն, որ ուրեմն վեհարանի հոգևոր բարձրաստիճան ներկայացուցիչների մի շրջանակ փորձում է կաթողիկոսությունը տեղափոխի Հայաստանի Հանրապետությունից, Էջմիածնի գանձերն էլ հետը, ուրեմն մենք դրա վերաբերյալ ունենք շատ հիմնավոր տեղեկություններ։ Այդ տեղեկություններն արդյոք այնքան են հասունացել, որ պետք է վերածեն քրեական գործի կամ իրավական հետապնդման, այդ հարցի պատասխանը ես այս պահին չունեմ, այդ հարցի պատասխանը մենք բոլորս կստանանք, երբ որ իրականության մեջ նման բան տեղի կունենա, բայց հարցին թե արդյոք կան հիմնավորումներ, որ դուք նման բան եք հայտարարում, կան հիմնավորումներ, այն էլ ինչ հիմնավորումներ կան եւ դրա մասին պատեհ պահին բոլորդ կիմանան։ Լուսինե Գրիգորյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։ Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցնոր հնարավորություններ է բացել Հայաստանի նորարարական եւ տեխնոլոգիական ոլորտների համար։ Միայն 4 միլիարդ դոլար ներդրվելու է արհեստական բանականության նախագծի իրականացման համար։ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը ամփոփել է գերատեսչության 2025 թվականի գործունեությունը։ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն ամփոփեց 2025 թվականին գերատեսչության իրականացրած աշխատանքն ու արդյունքները, որոնք հնարավորություն են տվել Հայաստանին զարգացնելու ռազմաարդյունաբերության, կիբերանվտանգության, նորարարական տեխնոլոգիաների կիրառման եւ դրանց հարակից մի շարք այլ ոլորտները։ Նախարարը առանձնահատուկ ընդգծեց Հայաստանի եւ ԱՄՆ կառավարությունների միջև ձեռք բերված պայմանավորվածություններից մեկի ամերիկյան հայտնի Firebird ընկերության հետ գործակցության մասին, որը Հայաստանը դարձնելու է արհեստական բանականության կամ նորարարական գերժամանակակից տեխնոլոգիաների կենտրոն տարածաշրջանում։ Ըստ կնքված պայմանագրերի ԱՄՆ-ն այս ոլորտում 4 միլիարդ դոլարի ներդրում է իրականացնելու։ Մխիթարյանի խոսքով այստեղ հարցը ոչ այնքան աշխատատեղերի ստեղծումն է, որը կարող է հասնել 200-ի, այլ այն կարևոր ռազմավարական նշանակությունը, որի շնորհիվ Հայաստանը այս ոլորտում վերածվում է արտահանող երկրի։ Արդեն իսկ պատրաստի պրոդուկտները ներմուծվելու են Հայաստան, պարզապես դրանք Հայաստանում
գեներացնելու են կամ արտադրելու են բանականություն, արհեստական բանականության հաշվողական, գերհզոր հաշվողական ռեսուրսներ, որոնք ինտերնետ կապով ուրեմն հասանելի են դառնալու ուրեմն հնարավոր պոտենցիալ շահառուների։ Նախարարն անդրադարձավ նաև ռազմարդյունաբերության ոլորտին։ Այստեղ եւս ըստ նրա կատարվել են բովանդակային կարևոր փոփոխություններ, հեղինակային իրավունքի պահպանում, պետություն-գյուտարար հարաբերությունների կարգավորում եւ իհարկե պետության կողմից ահռելի ֆինանսական միջոցների ներգրավում ոլորտի ամբողջական զարգացման համար։ Կատարվել է մոտ 2 միլիարդ, ավելի քան 2 միլիարդ 100 միլիոն դրամի ֆինանսավորում գիտահետազոտական աշխատանքների եւ փորձարարական մշակումների 2025 թվականին, որը խնդրում եմ ուշադրությամբ արձանագրել 50%-ով ավելի է իր կատարողականով, քան 2024 թվականին արձանագրված արդյունքը, որը փոքր-ինչ ավելի էր, քան 1.4 միլիարդ դրամը։ Տեխնոլոգիական էկոհամակարգում իրականացված ծրագրերը նույնպես բազմաթիվ եւ նշանակալից են։ Շարունակելով ասուլիսը նման միտք հայտնեց նախարարը։ Այսպես 2017 թվականին տեխնոլոգիական ոլորտում գործունեություն ծավալող ընկերությունների թիվը 650 էր, 2025 թվականին այն հասել է 12026-ի։ Գործող ընկերություններում աշխատակիցների թիվը 17 թվականին 15350 էր, 24 թվականին 41541, 25 թվականին 41431, 25 թվականին 17 թվականի աճը կազմել է 17-ի համեմատ կազմել է 2.6 անգամ։ Նախարարը խոսեց նաև ԱՄՆ փոխնախագահ J.D. Vance-ի այցի ընթացքում արձանագրված մեկ իրողության մասին եւս։ Խոսքը YouTube ընկերության Հայաստանում թույլատրելի դրամայնացման մասին է, որի մեկնարկը տրվելու է գարնանը մինչև մայիս։ Բացի այս, Հայաստանը շարունակում է բանակցություններ վարել համաշխարհային հայտնի դրամահաշվարկային ընկերությունների հետ, որոնք արդի տեխնոլոգիական ժամանակաշրջանում ավելի կհեշտացնեն քաղաքացիների կյանքը։ Շարունակում ենք մեր երկխոսությունը PayPal ընկերության հետ, որը աջակցում է միայն գումարների փոխանցմանը, սակայն ստացումը դեռևս շարունակում է սահմանափակ մնալ, այստեղ մենք շարունակում ենք հետևողականորեն բանակցել գործընկերների հետ։ Փոփոխություններ են կատարվել նաև բջջային օպերատորների հասանելիության ցանցում, 5G կապ է ապահովել Հայաստանի ամբողջ տարածքում, նաև ընդունվել է HiPost-ի ռազմավարական ծրագիրն ու վերանորոգվել փոստային բաժանմունքներ։ Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի լիազորությունները փետրվարի 13-ին դադարել են։ Փետրվարի 12-ին ուժի մեջ է մտել նրա վերաբերել մեղադրական դատավճիռը, իսկ օրենքի համաձայն սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները դադարում են, եթե օրինական ուժի մեջ մտել է նրա նկատմամբ կայացած մեղադրական դատավճիռը կամ քրեական հետապնդումը դադարեցվել է ոչ ռեաբիլիտացնող հիմքով։ Նշենք, Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատը փետրվարի 12-ին որոշում էր կայացրել մերժել եւ դատախազի եւ պաշտպանների բողոքները։ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ընթացքում քննարկվել են փողոցներում առաջացած վտանգավոր փոսերի վերացման ուղղությամբ կատարվող աշխատանքները։ Տիգրան Ավինյանը շեշտել է, որ քաղաքում կան փոսեր, որոնք սովորական անհարմարությունից վերածվում են իրական վտանգի եւ դրանց պետք է տրվի բացարձակ առաջնահերթություն։ Նիստում անդրադարձա եղել նաեւ մանկապարտեզների կառուցման աշխատանքներին։ Քաղաքում կան փոսեր, որոնք շատ ավելի վտանգավոր են, դրանց առաջնահերթություն տվեք։ Այս մասին գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, շեշտելով, որ ռիսկային հատվածներում աշխատանքների մասին դեռ 3-4 օր առաջ է խոսել։ Քաղաքապետարանի շինարարության եւ բարեկարգման վարչության պետ Անդրանիկ Թևոսյանը զեկուցել է, որ ուրբաթ օրվանից մեկնարկել են փոսալեցման հիմնական աշխատանքները։ Ուրբաթ, շաբաթ, կիրակի օրերին ասֆալտապատվել է շուրջ 2100 քառակուսի մետր տարածք, իրականացվել է 1000-ից ավելի տեղային լուծում, իսկ քաղաքապետարան ստացած ահազանգերի թիվը հատել է 300-ը։ Նրա խոսքով շաբաթ օրը նաև տեղումների խնդիր է եղել։ Տեղումների հետևանքով որոշ հատվածներում փոսալեցման նյութը լվացվել է, իսկ մեքենաների ծանրաբեռնվածության պայմաններում վնասվել։ Ավինյանը հետաքրքրվել է Շիրակի փողոցի մեծ փոսերի ուղղությամբ իրականացված աշխատանքներով, ինչին ի պատասխան Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Տիգրան Գաբրելյանը նշել է. Շիրակի փողոցում մեծ փոսերի հետ կապված աշխատանքներ չի կատարվել։ Այս պահին չի կատարվել, բայց եթե թույլ տաք, պարոն քաղաքապետ, այսօրվանից նաև մեր կողմից աշխատանքներ են տարվելու
այդ մեծ փոսերը, որ կա, լսնենք, որպեսզի հետագայում Անգամելան, այդ ես ձեզ մի 4 օր առաջ եմ ասել, 3-4 օր առաջ, ինչի նոր տենց հիշեցիք, որ դա պետք է այսօր արվի, էլի։ Իմաստը որն է իմ 3-4 օր առաջ ասելու, այդ ռիսկային հատվածներում աշխատանք անելու, մինչև որ փոսալցումը կգա կհասնի։ Թույլ կտակ։ Խնդրեմ։ Պարոն քաղաքապետ, անկեղծ ասած, մենք փորձել ենք փոսալցման աշխատանքներ անել, բայց քանի որ անձրևը հետո եկել է, այդ անձրևը լվացե մեքենաների հետ տարել։ Շատ լավ։ Խնդրում եմ շաբաթվա ընթացքում անընդհատ տեսալուսանկարը հանեք այն ինչ աշխատանք անում եք, ծավալներով, տոկոսայինով օրվա վերջում ես միշտ ստանամ ինչ է կարել, պարոն Թևոսյան։ Ինչքան կա տոկոսայինը, ինչքանն է արվել։ Ինչքանն է հիմնական արվել, ինչքանն է ժամանակավոր լուծում տրվել։ Նիստում քննարկվել է ձնամաքրումից հետո մայրաքաղաքում մնացած ավազի մաքրման խնդիրը։ Քաղաքապետը հանձնարարել է աշխատանքներն արագ կազմակերպել, նշելով, որ ավազը չի կարելի երկար թողնել կույտերով, հատկապես հնարավոր տեղումների պայմանում, եւ այն պետք է անմիջապես հավաքվի։ Այնուհետև ավականին անցել է նոր Խարբերդում մանկապարտեզի կառուցման թեմային, արձանագրելով, որ նախագիծը մոտ 1 տարի ուշացել է բյուրոկրատական քաշքշուկների պատճառով։ Նրա խոսքով պատճառը հողատարածքի սխալ դասակարգումներին չի հետևանքով տարբեր գերատեսչությունների հետ երկար ժամանակ է ծախսվել պարզաբանումների վրա, մինչդեռ հնարավոր էր դեռ 1 տարի առաջ հայտարարել շինարարության մրցույթը եւ այսօր ունենալ ակտիվ շինարարական փուլ։ Քաղաքապետը շեշտել է. Էլի սխալը մերն է միանշանակ եւ դրա համար միգուցե կարող է ինչ-որ մեկին պետք է խաչել, բայց մի տարի այդ սխալը ուղղելու վրա մենք չպետք է ծախսենք։ Չպետք է, էլի, վստահաբար չպետք է։ Նամանավանդ, եթե մենք ենք դրա պատասխանատուն։ Այսինքն քաղաքական պատասխանատվությունը հասկանում եք, կրում ենք մենք։ Նոր խարբերդցիներին այդ մանկապարտեզը խոսք եմ տվել ես։ Ու մեր բոլոր գերատեսչությունները պետք է այդ process-ում ունենան մասնակցություն ու ասեն դե գիտեք ոնց մի հատ էս հարցին է պատասխանեք, մի հատ այն հարցին է պատասխանեք ու մի տարի մենք հարցերի պատասխանենք։ Սա նորմալ չի։ Սա նորմալ չի։ Եվ երթիմում մենք պետք է անդրադառնանք այս հարցերին, պարոն Մարգարյան, որովհետև սա նորմալ չի։ Չենք կարող մենք մի տարի հողի կատեգորիայի հարց քննարկենք։ Ամենայն հարգանքով բոլորի նկատմամբ, բոլոր գերատեսչությունների նկատմամբ։ Մի տարի հողի կատեգորիայի հարց քննարկենք։ Նոր Խարբերդում, այսինքն մի տարի առաջ մոտավորապես մենք կարողա շինարարության մրցույթը կարողանայինք հայտարարած լինենք, հիմա ակտիվ փուլում լիներ Նոր Խարբերդի մանկապարտեզը տարվա վերջում էլ միգուցե կառուցված պատրաստի։ Նոր Խարբերդցիները կարողանային իրենց երեխաներին տանել այդ մանկապարտեզ։ Մանկապարտեզների կառուցման աշխատանքների շրջանակում անդրադարձ է եղել նաև Կիլիկիա թաղամասին, որտեղ շինարարության երկարաձգումը քաղաքապետը կապել է տարածքային հարցերի եւ որոշ խոշոր սեփականատերերի հետ, բարդ բանակցությունների հետ։ Նրա խոսքով քննարկումները ցույց են տվել, որ համաձայնության հասնելը հնարավոր չէ եւ քաղաքապետարանը պետք է առաջնորդվի հանրային շահի տրամաբանությամբ, նման պահանջները երկրորդական դարձնելով։ Ինչ վերաբերում է Ծարավաղբյուր թաղամասում նոր մանկապարտեզի կառուցմանը, ըստ շինարարության եւ բարեկարգման վարչության պետ Անդրանիկ Թևոսյանի, այն կմեկնարկի մոտորերս։ Մրցույթն արդեն կայացել է, կան հաղթողներ եւ ֆինանսավորում։ Նախագծվող մանկապարտեզի մասնաշենքը 3 հարկանի է։ Շենքը ամբողջությամբ համալրված է լինելու օդափոխության եւ ջեռուցման համակարգերով։ Տանիքում տեղադրվելու են արևային, ֆոտովոլտային եւ արևային ջրատակացուցիչ համակարգեր։ Շենքում նախատեսվում է տեղադրել հակահրդեհային ահազանգման եւ հրդեհաշիջման ինքնաշխատ համակարգեր։ Բաքում նախատեսված է կառուցել ոռոգման համակարգ, նոր ճանապարհ, սիզամարգեր, մայթեր, մանկական խաղահրապարակներ։ Քաղաքապետը հանձնարարել է նաև քննարկել մանկապարտեզների աշխատակիցների աշխատավարձերի բարձրացման հարցը, նշելով, որ թեև մեկ անգամ արդեն բարձրացում եղել է, բայց մեկնարկային աշխատավարձերը դեռ շարունակում են մնալ ցածր եւ անհրաժեշտ է նոր լուծում, անկախ բյուջետային հավելյալ բեռից։ Գործակարգավարական խորհրդակցության ընթացքում օրակարգ է բերվել նաև քաղաքային առողջապահական ուղղությունը։ Քաղաքապետը հայտնել է, որ Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնում հնարավոր կլինի իրականացնել մանկական ուղեղային կաթվածի վիրահատություններ, դա դիտարկելով որպես
կարևոր ձեռքբերում։ Նա ընդգծել է, որ քաղաքին պատկանող բուժկենտրոնների նպատակը շուկայում հավասարակշռություն պահելն է, փակելով այն ոլորտները, որտեղ մասնավոր սեկտորը միշտ չէ, որ շահագրգռված է, բայց ծառայության պահանջը մեծ է։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։ 2025 թվականին, չնայած էներգետիկ համակարգում արձանագրված ներդրումներին ու շուկայական փոփոխություններին, Հայաստանում էլեկտրոէներգիայի և բնական գազի սակագները չեն փոխվել։ Այս մասին հայտնել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահը, ներկայացնելով տարվա սակագնային քաղաքականության արդյունքները։ Մեսրոպյանը տեղեկացրել է, որ էներգետիկ համակարգը վերափոխման փուլում է, որի համար կատարվել է 69 միլիարդ դրամի ներդրում։ Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահը խոսել է նաև մոդուլային ատոմակայանի մասին։ Ատոմակայանի շահագործման ժամկետի երկարաձգում, մոդուլային նոր հզորությունների նախագծում, վերականգնվող էներգետիկայի արագ աճ, շուկայի ազատականացման խորացում և տասնյակ միլիարդավոր դրամների ներդրումներ։ Հայաստանի էներգետիկ համակարգը թևակողում է խորքային վերափոխումների շրջան։ Ամփոփիչ ասուլիսում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը ներկայացրեց ոլորտի հիմնական զարգացումները, անդրադառնալով թե հանրային մտահոգություններին, թե կոնկրետ թվերին։ Հաշվի առնելով սակագների վրա ազդող բոլոր դրական և բացասական գործոնները, սպառողների վաճառվող էլեկտրական էներգիայի և բնական գազի սակագները 25 թվականի համար չեն բարձրացել և մնացել են նույնը։ Աշխարհի առնվազն 15 երկրում այս պահին նախագծման և սերտիֆիկացման փուլում է 51 մոդուլային ատոմակայան և Հայաստանը գտնվում է նույն փուլում։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի խոսքով այս նախագծի վերաբերյալ պնդումները, թե ամերիկացիներն առաջին փորձարկումները իրականացնում են հենց Հայաստանում, չեն համապատասխանում իրականությանը։ Նրա ձևակերպմամբ գաղափարը դեռ կյանքի չկոչված փխրուն ենթադրությունների վրա վատաբանելը ընդունելի չէ։ Մեսրոպ Մեսրոպյանը շեշտեց մոդուլային ատոմակայանների մի քանի կարևոր առավելությունները։ Առաջինը պասիվ անվտանգության համակարգն է, վթարային իրավիճակում էներգիա չլինի և պոմպերը չաշխատեն, սառեցման գործընթացը կիրականացվի առանց մարդու միջամտության։ Մոդուլային այս տիպի ատոմակայանները 80-ից 90%-ով իրենց հիմնական բաղկացուցիչ սարքավորումները և մասերը արտադրվելու են արտադրող գործարաններում և միայն տեղափոխվելու են տարածք այն երկիր, որտեղ որ պետք է տեղակայվեն և լեգոյի սկզբունքով հավաքվելու են դրանք։ Այսինքն և ժամանակի մեջ շինարարության, և շինարարության սխալանքի, և անվտանգության առումով սրանք շատ ավելի բարձր դասի ատոմակայաններ են, քան այն ինչ որ այսօր ունենք։ Ըստ Մեսրոպյանի վերջին օրերին արևային եղանակը ցույց է տվել համակարգի առկա սահմանափակումները։ Ցերեկային սպառումը 1100-ից 1200 մեգավատից նվազել է մինչև 650-ից 700 մեգավատ, մինչդեռ արևային կայանները շարունակում են աշխատել ամբողջ հզորությամբ։ Արդյունքում բեռնաթափվել են ջերմային կայանները, անջատվել է Երևանի ջեկը, իսկ գործող ատոմակայանը ստիպված է աշխատել բեռնաթափված շատ վատ անթույլատրելի ռեժիմում։ Փոքր մոդուլային կայանների դեպքում նման իրավիճակներից հնարավոր կլինի խուսափել։ Ապրիլից էլ հայկական ատոմային էլեկտրակայանը մեծ հավանականությամբ 5 ամսով դուրս կգա էներգահամակարգից վերանորոգման նպատակով։ Սակայն Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահը վստահեցնում է, էլեկտրաէներգիայի դեֆիցիտի մտավախություն չկա։ Նրա խոսքով դեռ խորհրդային տարիներից Հայաստանը ժառանգել է սպառումը գերազանցող տեղակայված հզորություններ, ուստի ցանկացած կանգառ հնարավոր է փոխարինել այլ գեներացիայով։ Հարցը կարող է լինել միայն սակագնի վրա ազդեցությունը։ Այդ բացը լրացվում է այլ կայանների ավել աշխատանքի ճանապարհով։ Հետևաբար վստահեցնում եմ ձեզ, որ նման մտավախություն չունենք։ Էներգետիկ համակարգում նկատվում է նաև վերականգնվող էներգետիկայի զգալի աճ։ 2025 թվականին ինքնավար էներգոարտադրողների թիվն ավելացել է 18810-ով հասնելով 50059-ի, իսկ նրանց կայանների ընդհանուր դրվածքային հզորությունը մեկ տարում աճել է մոտ 220 մեգավատով, կազմելով 640.1 մեգավատ։ Եթե 2026-ին գործում էր ընդամենը 16 ինքնավար արտադրող 200 կիլովատ հզորությամբ, ապա 2024-ի վերջին նրանց թիվը հասել էր 31249-ի, 420.5 մեգավատ հզորությամբ։ Ուստի օրենքի նախագիծ է մշակվել, ըստ որի ինքնավար արևային կայան ունեցող բաժանորդների համար օրենքի ընդունումից հետո էլեկտրաէներգիայի փոխոսքերի տարեկան հաշվառումից անցում կկատարվի ամսական հաշվառման։ Բոլոր այն քաղաքացիները, որոնք որ 3, 1 տարի առաջ, 2 տարի առաջ վարկ են վերցրել կամ խնայված միջոցներով այդպես ծախսեր են արել եւ իրենց տանիքին արև են տեղադրել, մենք այդ կարգավորումը մտցնելուց առաջ անցումային դրույթ ենք սահմանելու, ժամանակահատված ենք տրամադրելու այդ մարդկանց, որոնք որ դեռ իրենց տեղակայված եւ արված ծախսի հետ գնումը չեն արել
իրենց վրա դա չի տարածվի։ Հետևաբար սոցիալական խնդիր չենք առաջացնի։ Ինքը 5 տարի թե 8 տարի է նախագծում ժամկետը սահմանված, հետադարձ ոնց որ բանկ ունենա, էլի, ու հետադարձ ուժով այդքան չի տարածվի նրանց վրա, ովքեր որ դեռ հետ գնում չեն արել։ Իսկ մարդիկ, որոնք 10 տարի առաջ են այդ արևները դրել կամ 9 տարի առաջ են դրել կամ արև կդնեն այդ օրենքը ուժի մեջ մտնելուց հետո նրանց վրա անմիջապես կազդի։ Իդեպ 2025 թվականին էլեկտրաէներգետիկական գազամատակարարման եւ ջրամատակարարման համակարգերում իրականացվել է 69 միլիարդ դրամի ներդրում։ Դրանցից 31 միլիարդ դրամը բաժին է ընկել էլեկտրաէներգետիկային, 21 միլիարդ դրամը գազամատակարարման, իսկ 17 միլիարդ դրամ ներդրում առաջին անգամ կատարվել է ջրամատակարարման համակարգում։ Ջրային ոլորտում 5.2 միլիարդ դրամ ներդրում է կատարել Veolia ջրընկերությունը, իսկ 5.5 միլիարդ դրամ ջրային կոմիտեն։ Ներդրումներն ուղղվել են սպասարկման որակի բարելավմանը, նոր սպառողների միացմանը, հաշվառման համակարգերի կատարելագործմանը եւ ենթակառուցվածքների վերականգնմանը։ Անցած տարի առաջին անգամ եռակողմ պայմանագիր հուշագիր էր ստորագրվել Veolia ջրընկերության, Veolia ջրի ֆրանսիական գլխամասի ընկերության եւ Հայաստանի Հանրապետության կառավարության միջև, որ այլևս վարձավճարները դրանք մոտ 11 միլիարդ դրամ են, Veolia ջուր ընկերության վարձավճարները կմնան ոլորտում եւ այդ գումարները անմիջապես կուղղվեն ոլորտի ենթակառուցվածքների արդիականացմանը եւ վերակառուցմանը։ Ինչ վերաբերում է սպառման շուրջ բարձրացված հարցերին, ապա Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունը հայտնում է, որ հունվար ամսվա սպառման վերաբերյալ ստացված շուրջ 7 տասնյակ ահազանգերի ստուգման արդյունքում հավելագրման դեպքեր չեն արձանագրվել։ Սպառման աճը պայմանավորված է եղել ամանորյա տոնական օրերի, բնականon բարձր սպառմամբ եւ սաստիկ ցուրտ եղանակային պայմաններով։ Լուսինե Գրիգորյան, Free News, Ազատ լուրեր։ Շարունակում ենք թողարկումը, ՆԱՏՕ-ում եկել են եզրակացության, որ իրենք պատրաստ չեն դրոնային պատերազմի։ 2025 թվականի ընթացքում Եվրոպայում անցկացվել են զորավարժություններ, որոնց ժամանակ ԱԹՍ-ների 10 օպերատոր կարողացել է պայմանականորեն ոչնչացնել ՆԱՏՕ-ի 2 գումարտակ եւ 17 միավոր տեխնիկա։ Այս վարժանքներից հետո ՆԱՏՕ-ի ղեկավարությունը արձանագրել է, դաշինքը դրոնային պատերազմի պատրաստ չէ ու չունի համապատասխան հոբ համակարգեր նման պատերազմեր վարելու համար։ Միջազգային մյուսնորություններին տեսաշարով ծանոթացեք։ Իսրայելը Իրաքի ավիահարվածներ է հասցրել Գազայի հատվածում, ինչի հետևանքով ըստ Reuters-ի զոհվել է առնվազն 11 պաղեստինցի։ Տեղական պաշտոնյաները հայտնում են, որ հարվածները հասցվել են բնակելի շրջաններին։ Գազայում Համասի խոսնակ Հազեմ Քազեմը Իսրայելին մեղադրել է տեղահանված անձանց դեմ նոր կոտորած իրականացնելու համար, հայտարարելով, որ դա հրադադարի շուրջ խախտում է։ Իսրայելի բանակի ներկայացուցիչներից մեկն էլ հարվածները որակել է ճշգրիտ եւ միջազգային իրավունքների շրջանում իրականացված գործողություն, պնդելով, որ պաղեստինյան զինված խմբավորումները բազմիցս խախտել են հոկտեմբերյան հրադադարը։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը վճռական է օգտագործելու Իրանի հետ համաձայնության հասնելու բոլոր դիվանագիտական հնարավորությունները, մինչև ուժի կիրառման դիմելը։ Այս մասին Իսրայելում իրականացված կազմակերպությունների ղեկավարների 51-րդ ամենամյա համաժողովի բացման ժամանակ հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն։ Նրա խոսքով Թրամփը համոզված է, որ Իրանը բաց չի թողնի համաձայնության հասնելու հնարավորությունը, հաշվի առնելով 2025 թվականի հունիսյան պատերազմի դասերը։ Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև հնարավոր ցանկացած համաձայնագիր պետք է նախատեսի Իրանից ամբողջ հարստացված ուրանի դուրսբերում եւ լիովին բացառի ուրանի հետագա հարստացման հնարավորությունները։ Այս մասին Երուսաղեմում հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն։ Նրա խոսքով գործարքը պետք է ներառի մի քանի առանցքային պայմաններ։ Նախ հարստացված ամբողջ ուրանը պետք է դուրս բերվի Իրանից։ Երկրորդ հարստացման ոչ մի հնարավորություն չպետք է լինի։ Անհրաժեշտ է ապամոնտաժել այն սարքավորումներն ու ենթակառուցվածքները, որոնք թույլ են տալիս հարստացնել, նշել է նա։ Նեթանյահուն նաև ընդգծել է, որ համաձայնագիրը պետք է անդրադառնա Իրանի բալիստիկ հրթիռների ծրագրին։ Հիշեցնենք, որ երեքշաբթի Ժնևում նախատեսվում է Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Իրանի անուղղակի բանակցությունները։
Ի լրումն նախապես պատվիրված 111 մարտական ինքնաթիռների Հնդկաստանը նախատեսում է ձեռք բերել ևս 31 ֆրանսիական Ռաֆայել Մարինե կործանիչներ։ Ընդհանուր պատվերն ըստ հրապարակման կհասնի 145 միավորի։ Նոր ինքնաթիռները հիմնականում կտեղակայվեն հնդկական Վիգրանտ ավիակրի վրա։ Նշվում է նաև, որ Նյու Դելին ծրագրում է կառուցել երրորդ ավիակիր։ Աղբյուրի փոխանցմամբ պայմանագրի կնքման դեպքում Հնդկաստանի նավատորմը կունենա 57 նման ինքնաթիռ, մինչդեռ Ֆրանսիայի ռազմազովային ուժերում դրանց թիվը 41 է։ Ավելի վաղ Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ պաշտպանության գնումների խորհուրդը նախարար Ռաջնաթ Սինգի նախագահությամբ հաստատել է շուրջ 39.7 միլիարդ դոլարի ռազմական գնումներ, որոնց թվում են նաև Ռաֆալե կործանիչները ռազմաօդային ուժերի համար։ Իրանի գլխավոր բանակցող արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Կիրակի Թեհրանից մեկնել է Շվեյցարիա, Միացյալ Նահանգների հետ երեքշաբթի նախատեսված բանակցություններին ընդառաջ։ Այս մասին տեղեկացնում է Մեհեր գործակալությունը։ Նշվում է, որ Իրանը եւ Միացյալ Նահանգները կանցկացնել Թեհրանի միջուկային ծրագրերի շուրջ բանակցությունների երկրորդ փուլը։ Շաբաթ օրը հայտնել է Շվեյցարիայի արտաքին գործերի նախարարությունը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Ալյակչին փետրվարի սկզբին Մասկատում կայացած բանակցությունների առաջին փուլը լավ սկիզբ էր անվանել։ Եվ թողարկման վերջում ձեզ ենք ներկայացնում փետրվարի 9-ից 16-ը ներքին գործերի նախարարության տարբեր ստորաբաժանումների կողմից իրականացված ծառայությունների արդյունքները։ Շաբաթվա քրեական քրոնիկոնը դիտեք տեսաշարով, իսկ մենք ձեզ հրաժեշտ ենք տալիս ցտեսություն։ Մայրաքաղաքում եւ մարզերում բարեկային ծառայության իրականացրած միջոցառումների արդյունքում արձանագրվել է ճանապարհային երթևեկության կանոնների 17696 խախտում։ Պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 456 տրանսպորտային միջոց, հայտնաբերվել է 426 ոչ սթափ վարորդ, 589 անձ առանց վարորդական իրավունքի վկայականի։ Ընդհանուր առմամբ տարբեր խախտումներով եւ կասկածանքով համայնքային ոստիկանության բաժիններ է տարվել 129 քաղաքացի։ Հանրապետությունում բացահայտվել է 900 հանցագործություն, այդ թվում առանց վարորդական իրավունքի մեքենա վարելու 318, թմրանյութի հայտնաբերման 103, ֆիզիկական ներգործության 57, մարմնական վնասվածք պատճառելու 47, խարդախության 43, անձնական ունեցվածքի գողության 42, հոգեկան ներգործության 28, ինչպես նաև մի շարք այլ հանցագործություններ։ Նախկինում կատարված 33 հանցագործություն ևս բացահայտվել է։ Հայտնաբերվել է 31 հետախուզվող, 2 անհետ կորած, արձանագրվել է զենք զինամթերքը կամավոր հանձնելու 18 դեպք, 7 օրում գրանցված 8 ավտովթարի հետևանքով զոհվել է 9 մարդ, վնասվածք ստացել 110։ Ներքին գործերի նախարարության ստորաբաժանումները շարունակում են իրականացնել շուրջօրյա վերահսկողություն եւ կանխարգելիչ միջոցառումներ քաղաքացիների անվտանգությունը ապահովելու եւ հասարակական կարգը պահպանելու նպատակով։ Երևանի քրեական ոստիկանները հայտնաբերել ու առգրավել են 1 կիլոգրամից ավելի մեթամֆետամին։ Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողներն ու ազգային անվտանգության աշխատակիցները հերթական օպերատիվ տեղեկությունն իրացրին փետրվարի 6-ին ժամը 16:30-ի սահմաններում թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու, պահելու եւ իրացնելու կասկածանքով Արինբերդի 5-րդ նրբանցքում քրեական ոստիկանները ձերբակալեցին Աբովյան քաղաքի բնակիչ 2 եւ Հրազդան քաղաքի բնակիչ 1 տղամարդու։ Վերջինից վարած ՎԱԶ 2105 մակնիշի մեքենայով հանդերձ նրանք տեղափոխվեցին վարչություն։ 31-ամյա Աբովյան խուզարկությամբ հայտնաբերվեց տոպրակ մեթամֆետամինի նմանվող զանգվածով, որի քաշը կազմեց 1 կիլոգրամ 96 գրամ։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, հանգամանքները պարզվում են։ Մալաքիայի եւ Մաշտոցի համայնքային ոստիկանները բացահայտել են ավտոմեքենաների զգողության դեպքեր։ Դեռևս անցած տարվա դեկտեմբերին համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ մի տղամարդ Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի տարածքում ավտոմեքենաներից կատարում է գողություններ։ Հետագա միջոցառումներով պարզվեց տղամարդու ինքնությունը, Օհանովի փողոցի բնակիչ էր, 29 տարեկան։ Պարզվեց նաև, որ նա միայնակ չի կատարել գողությունները, նախաձեռնվեց քրեական վարույթ։ Հետագա լայնածավալ օպերատիվ հետախուզական միջոցառումների եւ քննչական գործողությունների արդյունքում հունվարի 23-ին Գարեգին Նժդեի փողոցում ձերբակալվեց 29-ամյա տղամարդը։ Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժին հրավիրվեցին նաև հանցակցության մեջ կասկածվող 35-ամյա կինն ու 23-ամյա երիտասարդը։ Ավելի ուշ կատարված խուզարկությամբ 23-ամյա երիտասարդի վարած ավտոմեքենայում հայտնաբերվել է գողոնի մի մասը, ավտոդետալներ, նաև ձեռնոցներ, դիմակներ ու պտուտակահաններ։ Դատարանի որոշմամբ 29-ամյա տղամարդը կալանավորվել ու տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։
Ավտոմեքենայից գողության մի դեպք էլ բացահայտել են համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները։ Գողության վերաբերյալ հաղորդումը ստացվել էր հունվարի 24-ին։ Նազարբեկյան թաղամասում կայանված Chevrolet Magnishi ավտոմեքենայից գողացել էին առջևի թափարգելը։ Օպերատիվ հետախուզական միջոցառումներով համայնքային ոստիկանները ստացան հավաստի տեղեկություն, որ հիշյալ գողությունը կատարել է մոլդովական փողոցի բնակիչ 27-ամյա մի երիտասարդ։ Բացատրական աշխատանքի արդյունքում փետրվարի 4-ին նա ներկայացավ համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժին, ներկայացնելով գողոնը։ Նախաքննության հանգամանքները պարզվում են։ Համայնքային ոստիկանների օպերատիվ գործողությունների շնորհիվ կանխվեցին ողբերգական զարգացումները, 48-ամյա օտարերկրացին ձերբակալվել է։ Փետրվարի 7-ի երեկոյան ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում ստացվեց համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին։ Հայտնեցին, որ օտարերկրացի Միկին ահազանգել է, թե իր ընկերուհու հայրը եկել է արտասահմանից, դստերը սպառնացել, որ կսպանի, այժմ էլ առևանգել է նրան։ Համայնքային ոստիկանների անհետաձգելի միջոցառումներով օպերատիվորեն պարզվեց ահազանգողի ընկերուհու գտնվելու վայրը։ Ստացված ահազանգից անմիջապես հետո մեկնեցինք Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայում գտնվող առևտրի կենտրոն, որտեղ զրույց ունեցանք դստեր հետ, ով հայտնեց, որ հայրն իրեն սպառնացել է, որ կսպանի։ Ապա ձեռնարկեցինք օպերատիվ հետախուզական միջոցառումներ, որի արդյունքում պարզվեց, որ հայրը գտնվում է Երևան քաղաքի Արամի փողոցի սրճարաններից մեկում։ Ոստիկանների տեղեկությունը ճիշտ էր։ Արտասահմանից ժամանած 48-ամյա տղամարդը սրճարանում հայտնաբերվեց, հոգեկան ներգործության կասկածանքով ձերբակալվեց եւ տեղափոխվեց համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին։ Հաշվի առնելով նախկինում կատարված եւ բացահայտված նմանատիպ ողբերգական դեպքը, երբ ոստիկաններին չէին տեղեկացրել հետապնդումների մասին, այս անգամ շնորհիվ արագ ահազանգման եւ օպերատիվ արձագանքման Համայնքային ոստիկաններին հաջողվեց կանխել հետագա զարգացումները։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին, տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։ Ծանուցում հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։